Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիան շարունակում է աշխատանքը, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ Քահանա Սարգսյանն է։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Մենք ուրբաթ օրը ականատես եղանք ընդհանրական ձևակերպում ասեմ ազգային խայտառակության, ամենայն հայոց վեհափառը հայտնվեց դատարանում, մեղադրյալի կարգավիճակում։ Եթե մի կողմ թողնենք էմոցիոնալ շերտ հարցի, ձեր գնահատմամբ վեհափառին դատարանի դահլիճ կանչելու, վեհափառի նկատմամբ քրեական գործ հարուցելու խորքում առհասարակ ինչն է։ Ուրեմն, երբ որ ես հետևում եմ տեղի ունեցողին եւ հետևում եմ նաեւ լրահոսով տեղեկատվական դաշտում, մի առանձնահատուկ միտք եմ նկատել, որ շրջանառվում է, այդ միտքը հետևյալն է, որ ով ուզում է լինել, պետք է օրենքի առջև կանգնեն, այդ թվում նաև ամենայն հայոց կաթողիկոսը։ Ես ուզում եմ հաստատել, որ բոլոր մարդիկ, ովքեր որ ապրում են Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, այո, օրենքի ենթակա են եւ բոլորը հավասար են օրենքի առջև։ Եթե մեկը օրենքը խախտում է, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Եվ մենք հոգևորականներս միշտ առավելագույն ջանքերով փորձել ենք օրենքը պահել։ Այսինքն առաջին օրինապահներից մեկը մենք պետք է լինենք որպես հոգևորական, օրինակ լինելով մարդկանց։ Բայց այս պարագային իրավիճակը այլ է։ Ինչու, որովհետև վեհափառ հայրապետը դատվում է, դատարան է կանչվել ոչ թե Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելու համար, այլ իր իրավասությունը իրացնելու համար։ Խոսքը ինչի մասին է, ուրեմն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ճանաչում է եկեղեցու կամ կրոնական որևէ այլ կազմակերպության ազատությունը։ Իսկ ուրեմն Հայաստանի Հանրապետության եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի երկրորդ հոդվածի երկրորդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է եկեղեցու ինքնակառավարումը նվիրապետության սահմաններում։ Այսինքն սա նշանակում է, որ ամենայն հայոց հայրապետը տնօրինություններ իրականացնելու իրավունք ունի ներքին կառավարման համակարգում։ Դա վերաբերում է օրինակի համար ձեռնադրություններ կատարելուն, հոգևոր աստիճան շնորհելուն, դա վերաբերում է հոգևորականներ ծառայության նշանակելուն, այդ թվում նաև թեմակալ առաջնորդներ եւ նույն ուրեմն իրավիճակով նաև թեմակալ առաջնորդները իրավունք ունեն իրենց թեմի տարածքում նշանակումներ կատարելու, այսինքն որևէ հոգևորականի, որևէ քահանայի մի ծառայության վայրից տեղափոխելու մյուս վայրը։ Այսինքն սա ինքնակառավարման համակարգ է, որը եւ եկեղեցու օրենքով է ամրագրված եւ Հայաստանի Հանրապետության օրենքով։ Հիմա ամենայն հայոց կաթողիկոսը մեղադրվում է նրանում, որ կատարել է իր իրավասության ներքո գտնվող տնօրինություն։ Այսինքն ամենայն հայոց կաթողիկոսը մեղադրվում է մարդուն կարգալույծ անելու համար, հա? Այն տիրադավներին, որոնք դեմ են դուրս եկել եկեղեցուն, նրանց կարգալույծ անելու համար։ Եթե ամենայն հայոց կաթողիկոսին տրված է իրավունք նրանց պաշտոն տալու եկեղեցում նշանակումներ անելու, այսինքն դրանից բխում է, որ նաև այդ պաշտոնից եւ նշանակումից զրկելու իրավունքն է վեհափառինը։ Դրա համար եմ ես հարցը այսպես ձևակերպում, խորքում, որ ասում են շան գլուխը որտեղ է թաղված, որովհետեւ բոլորը եւ հոգեվորականները եւ իրավունքի մասնագետները եւ քաղաքական գործիչները ասում են, որ սա այստեղ իրավաբանություն ուղղակի չկա։ Այստեղ կա ավելի լուրջ խնդիր եւ պետք է մեր հոգեվորականները ժողովրդին հենց այդ ավելի լուրջ խնդիրը բացատրեն։ Ես սա դիտարկում եմ հակաեկեղեցական շարժման ուրեմն այդ շրջանակի մեջ դրա շարունակություն որպես, որովհետև այնինչ կատարվում է անարդար եւ անազնիվ։ Եթե իրավական մակարդակում խոսենք, դուք էլ նշեցիք, որ իրավական մակարդակում եւս անհիմն է, որովհետև դատապարտել հոգևորականին իր հոգևոր ծառայությունը իրականացնելու համար դա ամենակիչը անազնիվ արարք է, ել չեմ ասում հակաիրավական։ Պարզապես ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում, նախ շատ ցավալի է մեզ համար, որպես հոգևորական, որ նման իրադարձություններ են տեղի ունենում մեր երկրում, որովհետև
մեր երկիրը այսօր կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև եւ պատմությունը արդեն իսկ ցույց է տվել, որ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար պետք է հոգևորը եւ աշխարհիկը միասնական բռունցք լինեն։ Գուցե հենց հակադրությունը այստեղ է, որ ԿՊԱ-ական իշխանությունը ասում է, որ չկա արտաքին մարտահրավեր, եկեղեցին ասում է կա մարտահրավեր։ Դե իրականում իշխանություններն են ասում, որ կան մարտահրավերներ, չեն ասում, որ չկա։ Ես համենայն դեպս Դե խաղաղության դարաշրջանի մասին են իրենք խոսում են, որ դեռ պետք է հաստատվի։ Մենք բոլորս խաղաղություն ենք ուզում, բայց արժանապատիվ խաղաղություն։ Յուրաքանչյուր հայ ցանկանում է խաղաղություն, առավել եւս մենք ցանկանում ենք խաղաղ պայմաններում մեր հոգևոր ծառայությունը իրականացնել, որովհետեւ այսօր եկեղեցին եւ նաեւ մեր պետությունը շատ անելիքներ ունեն։ Այսօր ոչ միայն արտաքին մարտահրավերների առջև են կանգնած, այլ նաեւ ներքին բարոյական մարտահրավերների առջև։ Որն է այն կետը, որտեղից անդին պետությունը եւ եկեղեցին սկսեցին խանգարել իրար, որովհետեւ եթե մենք մի փոքր հետ ենք դառնում, հիշում ենք, որ 2018 թվականից հետո այդ նոր հայրապետ շարժումներ, հետո հիշում ենք հայոց եկեղեցու պատմությունը դպրոցական առարկա որպես հեռացվեց։ Հետո մենք հիշում ենք, որ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության էջը փակվեց, այնտեղ հոգևորականներ չկային։ Այնուհետև բանակում գնդերեցների գունդը ցրվեց։ Այսպես եթե դնում ենք իրար կողքի, հասկանում ենք, եթե մի քիչ ավելի լայն ենք նայում, որ կա ինչ-որ մի բան, որտեղ պետությունը եւ եկեղեցին իրար խանգարում են։ Ո՞րն է այդ բանը։ Կետը։ Որպես հոգևորական ինձ այդ կետը անհասկանալի է մնացել։ Մենք որոշակի տեսանելի նշաններ այնուամենայնիվ այս ընթացքում հասկացել ենք կամ տեսել ենք, որովհետև այս պայքարը, այսպես ասած, կամ անհասկացողությունը կարծես թե ձևավորվեց, երբ որ վեհափառ հայրապետը Արցախի թեմայով ելույթ ունեցավ, հայտնի ելույթը, որը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանի ներսում իշխանությունների կողմից։ Այո, հնարավոր է սա է, հնարավոր է, ես չեմ կարող հստակ ասել, բայց ես կարող եմ խոսել տեսանելի նշանների մասին, որ ժամանակ առ ժամանակ այո հարաբերությունները սրվեցին եւ դրա հետևանքը շատ ցավալի եղավ, կարծում եմ մեր ժողովրդի համար հոգեվոր տեսանկյունից։ Դուք հերթով թվարկեցիք, թե ինչ ծառայություններ փակվեցին, ինձ համար օրինակ շատ ցավալի է եղել, երբ որ դպրոցներում հայ եկեղեցու պատմություն առարկան դուրս բերվեց դասավանդող առարկաների ցանկից, որովհետև մի ամբողջ սերունդ մեր դպրոցներում սովորող կարծես թե զրկվեց հոգևոր բարոյական դաստիարակությունից։ Հիմա կարող ենք ասել եկեղեցին այլ հարթակներում կարող է զբաղվել, բայց դպրոցում այդ առարկան այն հնարավոր միջոցն էր, որը հնարավորություն էր տալիս ավելի կարճաժամկետ սահմաններում ավելի մեծ արդյունքներ ստանալ։ Առարկայի դասավանդման շրջանակներում օրինակ քահանաները երբեմն հնարավորություն էին ունենում հանդիպելու աշակերտների հետ կամ աշակերտները այդ դասաժամի ընթացքում այցելեն եկեղեցի, լսեն հոգևորականին, հարցեր տան, ստանան իրենց պատասխանները։ Եվ ցավոք սրտի մեր երկրում կարծում եմ իմ անձնական կարծիքն է ամենամեծ խնդիրներից մեկը դա հենց կրթական համակարգն է եւ կրթական համակարգը մեր երկրի ամենակարևոր օջախներից մեկն է։ Տեսեք, դուք ասում եք ամենամեծ խնդիրը կրթական համակարգն է, այստեղ ես հիշեցի ամենայն հայոց կաթողիկոսին դավաճանած եւ մայրաթոռը դավաճանած հոգեվորականներին։ Նրանք էլ հո լավ կրթություն ստացած մարդիկ էին։ Այդ դեպքում ինչու դարձան տիրադավ։ Նայեք, այդ հակադրությունը ինձ համար հասկանալի է, բայց փորձեմ մի քիչ ավելի խորքից ներկայացնել հարցը։ Նախ ես նշեցի մեր հայրենիքի հետ ապագայի հզորացման տեսլականը, թե ինչպեսին պետք է լինի դպրոցը, որտեղ դպրոցից է ամեն ինչ սկսում։ Ընտանիք, դպրոց, կարևոր հաստատությունը եւ եկեղեցին։ Դպրոցում այսօր, եթե խոսենք աշակերտների հետ, մի կարևոր հարց տանք, հետաքրքիր կամ ասենք, ով է ուզում դառնալ ուսուցիչ։ Որևէ աշակերտ ցանկություն չունի ուսուցիչ դառնալու։ Ինչու՞։
սա շատ կարևոր հարց է։ Մենք պետք է հետևություններ անենք։ Դպրոցը, որտեղ որ ուրեմն կերտվում է ապագա սերնդի հոգին եւ ոգին եւ մտածողությունը, պետք է ուրեմն ապահովի ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ պետք է ապահովի նաեւ հոգեվոր բարոյական դաստիարակություն եւ հատկապես այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակներում, օրինակ 21-րդ դարում կյանքը կարծես թե այնպեսին է դարձել, որ մարդուն հոգեվոր առումով դարձնում է անդամալույց, այսինքն բարքերը, ազատականացումը, չգիտեմ, ամբողջ աշխարհի մասին է խոսքը եւ մենք էլ այդ աշխարհում ենք ապրում եւ այսօր սերունդը ինչպես է դաստիարակվում մեր ապագայի սերունդը այսօր այս իրավիճակներում երբ որ նայում ենք տեղեկատվությունը, համացանցը, ատելության մթնոլորտը, աններողամտությունը, մարդկանց խոսքը, որը լսում են եւ պատանիները, եւ երիտասարդները, ինչ է փոխանցվում մեր երիտասարդներին։ Այսօր իմ կարծիքով բարոյական հոգեվոր առումով շատ քիչ բան է փոխանցվում մեր աշակերտներին։ Մինչդեռ եթե դպրոցում ունենանք առողջ սերունդ, հոգեվոր առումով մեր ապագան այլ կերպ կլինի։ Ես չեմ ասում 100%։ Այո, ես չեմ ասում 100%, միշտ էլ բաց թողումներ լինում են։ Տվյալ հոգեվորականները մեր հոգեվոր եղբայրներն են եղել, թե ինչու են նման որոշում կայացրել, ես լավատեսորեն պարզապես կարող եմ ասել, որ իրենք միգուցե սխալմամբ փորձել են ավելի լավ ճանապարհներ գտնել եկեղեցու համար։ Դուք կարծում եք վեհապարի դեմ դուրս գալը սխալմունքի հետևանք է, թե կա հանրության մեջ կարծիք, որ ԿՊԱ-ական իշխանությունը նույն ԱԼԾ-ն բոլորի նկատմամբ ունի այսպես կոմպրոմատներ եւ դրանք էլ բանեցրել են նրանց գլխին ու տարել իրենց շարքերը։ Նայեք, եթե որևէ իրողության մասին, այն էլ նման կարևոր հարցի մասին հստակ ես տեղեկատվություն չունեմ, չեմ կարող խոսել, կարող եմ ենթադրել, բայց հարցեր կան, որոնց մասին ենթադրություն անելը պատշաճ չէ։ Ես կարծում եմ, որ նրանց ընտրած ճանապարհը սխալ է, որովհետև նորից եմ ասում, եկեղեցու ինքնավարության, եկեղեցու ներքին կառավարման հարց է այսօր առաջացել եւ այն քայլերը, որ եկեղեցին է կատարել է հանուն ժողովրդի, հանուն իր հավատքը ամուր պահելու, հաստատուն պահելու։ Բայց այդ տիրադավերին հաջողվել է պառակտում գցել եկեղեցու հենց ներսում։ Իրականում ներքին անկայուն վիճակ կա եկեղեցում։ Այո, ինչ իմաստով, նայեք յուրաքանչյուր հոգևորական, երբ որ պատրաստվում է դառնում հոգևորական, մոտ 10 տարի է տևում։ Այսինքն բազմաթիվ ճանապարհներ են անցնում, մայրաթոռում են ապրում, մայրաթոռում սնվում են եղբայրաբար մեկը մյուսի հետ եւ մեկ հոգեվորական պատրաստելու համար պահանջվում է մոտավորապես 10 տարի 6 տարի սովորել, հետո քահանայական ձեռնադրություն, մի քանի տարի էլ մոտավորապես կամ կուսակրոն քահանա կամ ամուսնացյալ քահանա, մի քանի տարի էլ ուրեմն տևում է։ Այսինքն մեկ հոգևորականի համար 10 տարի է պահանջվում հոգևորական պատրաստելու համար։ Եվ պատկերացրեք, եթե այս եղբայրների միջև հոգևոր ինչ որ հակադրություն է առաջանում, որքան մեծ է ցավը լինում, որ ամեն դեպքում եկեղեցու համար դա կորուստ է։ Եկեղեցու համար կորուստ է, բայց եկեղեցին ինչ պետք է անի, որ եկեղեցուն դավաճանած մարդիկ չշարունակեն հանրության մեջ ընկալվել որպես հոգևորական, որտեղ ստացվում է մի տեսակ այսպես ցանցային պայքար են իրենք սկսում եկեղեցու դեմ։ Դրան գումարվում է նաև կառավարությունը իր լծակներով եւ կառավարություն, տիրադավեր իրենց ստեղծած ցանցով աշխատում են վեհապարի դեմ։ Հիմա եկեղեցին ինչ լծակներ ունի դա թույլ չտալու, դա կանխելու համար։ Եկեղեցին ներքին կանոնակարգ ունի, ցանկացած օրինազանց հոգևորականի պարագային կան կարգապահական հանձնախմբեր, որոնք քննարկում են հարցը եւ ընդ որում մենք նկատել ենք, տեսել ենք, որ որևէ հոգևորականի կարգալուծության պարագային հապճեպ որոշումներ չեն կայացվում, այլ ընդհակառակը միշտ հնարավորություններ են տրվում։ Մենք դա տեսել ենք։ Բայց նրանք չեն հեռացվել, չէ՞, եկեղեցից շարունակում են մտնել եկեղեցի եւ ամեն մեկը իր եկեղեցում շարունակում են կալվել որպես քահանա։ Հիմա նույն Արամը Հովհաննավանքում,
եւ մյուսները, նրանք շարունակում են ընկալվել որպես քահանա եւ մարդկանց մոտ հիմա այսպես չհասկացված վիճակ է, հիմա այս մարդիկ հոգեվորական են թե ոչ։ Այս հարցը ինչպես պետք է եկեղեցին լուծի։ Կարծում եմ այդ հարցը եկեղեցու տիրույթից դուրս է, որովհետև եկեղեցին մինչև այս լարված շրջանը, երբ որ որևէ հոգևորականի կարգալույծ է արել, այդ հոգևորականը ենթարկվել է կարգալույծությանը, ոմանք անհաշտ են եղել այդ որոշումների համար, բայց փաստ է, որ եկեղեցին միշտ երկար ժամանակ հնարավորություն է տվել հոգևորականին, որովհետև նորից եմ ասում, ես վստահ եմ, որ որևէ մեկ հոգևորականի կարգալույծությունը ուրախ սրտով չի կատարվում, մեծ ցավով է կատարվում, որովհետև եկեղեցու կորուստն է դա 10 տարվա այդ ամբողջ այդ ծառայության պատրաստությունը կարծես թե զրոյանում է եւ դա է պատճառը, որ մեկ հոգևորականի կարգալույծությունը ցավով է լինում, առավել եւս, որ մենք այսօր հոգևորականների քանակի խնդիր ունենք, այսօր մեկ հոգևորականին բաժին է ընկնում տասնյակ հազարավոր բնակչություն եւ ֆիզիկապես քահանան հոգևորականը չի հասցնում իր հոգևոր ծառայությունը լիարժեք կատարել եւ այս իրավիճակում նորից եմ շեշտում մեկ քահանայի կորուստը դա մեծ կորուստ է եկեղեցու համար ինչ վերաբերում է կարգալույծությունից հետո Այո, որ նրանք շարունակվեն հանրության համար ընկալվել որպես հոգևորականներ։ Իհարկե, հանրության մի որոշ խմբի մոտ են նրանք ընկալվում այդպիսին, բնականաբար մայրաթոռ հաճախող, ավելի բարձր իրավագիտակցություն ունեցող մարդը հասկանում է ինչ է կարգալույծությունը եւ օրինակ իր երեխաների պսակադրությունը չի տանում, որ Արամանի Հովհաննավանքում, հա, բայց ինչ անել, որ այնուամենայնիվ իրենք զատվեն եկեղեցուց։ Եկեղեցին կարծում եմ պետք է բարձրացնի մեր հավատացյալների, մեր ժողովրդի հոգևոր գիտակցությունը։ Ուրիշ ճանապարհ ես ամենայն դեպս այս բանը չեմ կարող ասել, այսինքն եկեղեցում կա կարգ ու կանոն եւ այդ կարգ ու կանոնը պետք է ուրեմն հասկացվի ժողովրդի մոտ, թե այդ կարգ ու կանոնը որտեղից է եկել, եկեղեցին ինքն է այսպես ասած հնարել հորինել, թե եկել է օրինակ Քրիստոսից, առաքյալներից, մեր եկեղեցին այնպիսի կառույց է, որ 2000 տարի իր ավանդույթները, իր սովորույթները հաջորդաբար պահել է։ Հիմա այդ ավանդույթները, սովորույթները խախտող մարդիկ հոգևորականի սիքեմով մտնում են եկեղեցի։ Կարող է եկեղեցին իր դռները նրանց առջև փակել եւ արգելել մուտքը եկեղեցի։ Նայեք, Օրինակ Գևորգին արգել են մտնի Մասյացոտնի թեմ։ Նայեք, երբ որ հոգևորականը կարգալույծ է լինում, կամ հեռանում է, այսինքն միշտ տվյալ եկեղեցուց հեռացել են, բայց քանի որ այստեղ ուրեմն կա նաև դատական գործընթացներ տվյալ պարագային եւ դատարանը միջանկյալ որոշում ունի, փաստացի ստացվում է, որ եկեղեցին իր ինքնավարությունը չի կարողանում յուրացնել, իրագործել, այսինքն անձը կարգալույծ է եղել, բայց շարունակում է ուրեմն մնալ առաջնորդի պաշտոնում դատարանի որոշման համաձայն։ Այսինքն այստեղ շարունակում են տնօրինել եկեղեցու ունեցվածքը, նաև ֆինանսական ռեսուրսները փաստորեն։ Այո, այսինքն ստացվում է, որ իրավական առումով եկեղեցին խնդիր ունի։ Եկեղեցին իր առաքելությունը, իր իրավասությունը իրականացնում է, բայց հանդիպում է օրենքի ինչ որ որոշումների դատական համակարգի, բայց իրականում պետական որևէ մարմին, այդ թվում դատական իշխանությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին կառավարման հարցերին։ Դատական իշխանության հետ կապված Տեր Հովսեփ մենք տեսանք, որ ուրբաթ օրը վեհապարի գործը քննող դատավոր ինքնաբացարկ ներկայացրեց։ Ըստ ձեզ կգտնվի դատավոր, իշխանությունը կկարողանա գտնել այնպիսի դատավոր, որը կվերցնի համարձակություն իր վրա դատելու ամենայն հայոց կաթողիկոսին։ Նայեք, որպես քրիստոնյա յուրաքանչյուր մարդու խոսքը, գործը եւ միտքը անհետևանք չի մնում։ Սա ես ասում եմ հոգևոր իմաստով Աստծո առջև, որովհետեւ Աստվածաշունչը մեզ ասում է, որ յուրաքանչյուր մարդ պատասխան է տալու իր խոսքերի, իր մտքերի եւ իր գործերի համար։ Եվ այս տեսանկյունից շատ պատասխանատու ուրեմն առաքելության է կոչված դատարանը, դատավորը։
որովհետև իր որոշումները պետքա բխի եւ իրավունքից եւ օրենքից եւ պետքա բխի նաեւ բարոյական հոգեվոր ուրեմն տեսանկյունից, այսինքն խղճի մտոք, հա, ճիշտ է, առաջնային օրենքն է համարվում, բայց բարոյական օրենքը երբեք չի հակադրվում պետական մեր օրենքին, ընդհակառակը մեկը մյուսին լրացնում են, եւ այդ բարոյական օրենքը, հոգեվոր օրենքը, պետք է պատասխանատվության զգացում առաջացնի բոլոր դատավորների մոտ, որոշում կայացնելիս լինել ազնիվ, արդար եւ օրենքի ուրեմն տառը հարգող եւ ուրեմն պաշտպանող։ Մի պահ պատկերացրեք ձեր դիմաց վեհապարին դատող դատավորն է, նրան ինչ կասեք։ Կարճ մեկ նախադասություն կասեմ, պետք է մշտապես հիշել, որ վերևում Աստված կա եւ մեր յուրաքանչյուր քայլը ունենալու է հետևանքներ Աստծո տիրույթում, առաջին հերթին, որովհետև մեր կյանքում, մեր երկրային կյանքում մարդկանց թվում է, որ իրենց մեղքերը, իրենց սխալները կատարած հետևանք չեն ունենում։ Մտածում են, որ հավիտենական կյանքում են միայն դատապարտվելու, բայց ոչ։ Աստված ինքն է որոշում, երբ մարդուն պատժի։ Այդ պատիժը մեր իմացած պատիժը չէ։ Աստծո պատժի մեջ սեր կա։ Աստված ցանկանում է ուղղել մարդուն։ Բայց երբ որ մարդը չի ուղղվում, Աստված մարդու ամենազգայուն տեղին է գտնում։ Այսինքն Աստված գիտի մարդու թուլությունները, տկարությունները։ Երբեմն այդ միջոցով է Աստված փորձում դարձի բերել մարդուն։ Օրինակ մեր ընկալմամբ, մեր մարդկային ընկալմամբ պատիժը այլ նշանակություն ունի, չէ՞։ Մենք երբեմն մարդը չարությամբ լեցված ուզում է մյուսին պատժել, նպատակը մարդուն կործանելն է։ Բայց Աստծո պարագային պատիժը այդպես չէ։ Աստված բոլոր մարդկանց ուզում է ուղղել, ոտքի կանգնեցնել, դնել ճիշտ հավատքի մեջ։ Երբ որ մարդը ինքնուրույն իր կյանքով դա չի անում, Աստված բազմաթիվ հնարավորություններ է տալիս։ Երբ որ մարդը սպառում է Աստծո հնարավորությունները, Աստված երբեմն փորձության միջոցով է մարդուն փորձում դարձի բերել, որովհետև եթե խաղ պայմաններում ամեն ինչ լավ է, մարդը փառք չի տալիս Աստծուն, գալիս է իրավիճակ, մարդը ընկնում է փորձության մեջ, դժվարության մեջ եւ ակամայից սկսում է Աստված կանչել։ Աստված էլ կարծում եմ այս պարագային ուրեմն մարդուն դարձի բերելու, ոտքի կանգնեցնելու միակ ճանապարհը տեսնելով, որ օրինակ փորձությունն է, այդ պատիժը, երբեմն Աստված թույլ է տալիս, որ մարդը պատժվի, բայց որպեսզի մարդը դարձի գա, ոչ թե կործանվի, որովհետև Աստված որևէ մեկի կործանումը չի ցանկանում։ Դուք ասացիք, մենք հոգևորականներս որևէ մեկին ծնկած տեսնելուց չենք ուրախանում, ըստ ձեզ ինչու է ԿՊԱ-ական իշխանության մոտ այնպիսի ընկալում, որ եկեղեցին ուզում է ծնկի բերել պետությանը, դե հետևաբար Փաշինյանը ճիշտ է անում, ինքը թող ծնկի բերի եկեղեցուն։ Բացարձակապես նման իրականություն չկա, որովհետև ընդհանրապես եկեղեցին որևէ մեկին չի ուզում ծնկի բերել։ Եկեղեցու ամենակարևոր առաքելությունը մարդուն բարձրացնելն է հոգևոր իմաստով։ Նայեք հանրային տիրույթում, հա, խոսույթը ինչպիսին է մեր ժողովրդի, բայց ես մեկ օրինակ բերեմ։ Նայեք հոգևորականների խոսքը։ Մեզ համար օրինակ է Վեհապար Հայրապետը։ Վեհապար Հայրապետի հանրային խոսքում երբևիցե նկատել եք ատելության ինչ որ տողատակ կամ ատելության ինչ որ զգացում պարունակող խոսք։ Եվ սա ուրեմն մեզ բոլորիս համար որպես քրիստոնյաներ պետք է նաև օրինակ լինի, որովհետև Աստվածաշունչն է, Քրիստոսն է մեզ այդպես սովորեցնում, որ եթե խոսք ես խոսում, առաջին հերթին պետք է մտածես քո մտքում, ինչի համար եմ այդ խոսում, որն է իմ մտքում նպատակը գլխավոր։ Եթե նպատակս մարդուն ուրեմն նվաստացնելն է, ծաղրելն է, վարկաբեկելն է, մենք մեղանչում ենք Աստծո առջև։ Եթե մեր մտքում մենք զգում ենք, որ իսկապես մեր խոսքը կառուցողական նպատակ ունի, ցանկանում ենք ինչ որ ուրեմն շեղված բան ուղղել, ինչ որ մեղք ուրեմն գիտակցության արտնասնել մեղքի մարդու մեջ, որ կարողանա ճիշտ ճանապարհով քայլել, սա արդեն Աստծո առջև օրհնություն է։ Այսինքն ինչ որ խոսում ենք, մենք պետք է հիշենք, որ նախ մեր խոսքի համար պատասխանատվություն ենք կրում Աստծո առջև առաջին հերթին, եւ երկրորդը ինքներս մեզ անկեղծ պետք է հարցնենք, ինչի համար խոսեցի, ես ուզում եմ կառուցել թե քանդել, ուզում եմ օրհնել թե ուզում եմ անիծել։ Կառուցել թե քանդելու համատեքստում եւ խոսքի
նպատակի մասին, հա։ Տեսեք, այս իշխանությունը որդեգրել է հետևյալ նպատակը, նախընտրական ծրագիր են իրենք ներկայացրել, ըստ որի, եթե իրենք վերընտրվեն, ամենայն հայոց կաթողիկոսին ուղարկելու են հանգստի։ Նիկոլ Փաշինյանը ուզում է Հայաստան ունենա նոր կաթողիկոս։ Նպատակը իրենց դա է, հետևապես հետ ենք որ գալիս, խոսքերը եւս այդ նպատակից են բխում։ Այս դեպքում սա քանդելու թե ստեղծելու մասին է լինելու, որովհետև իրենք խոսում են եկեղեցու բարենորոգման մասին։ Իրականում այն ինչ որ տեղի է ունենում, եկեղեցին թույլատնում է։ Ես չգիտեմ իրեն շարժառիթը, ես չեմ ուզում մտնել որևէ մեկի անձի հոգեվիճակի մեջ եւ հստակ եզրակացություններ անել, իրեն գիտեն իրենց ուրեմն նպատակը որն է, բայց տեսանելի նշանները ինչ որ տեղի են ունենում, եկեղեցին թույլատնում են։ Օրինակ, խոսեցինք այսօր այդ մասին, դպրոցներում հայ եկեղեցու պատմություն առարկան հանելը։ Հիմա սա ինչ որոշում է։ Ես կարող եմ խոսել տեսանելի նշանի մասին, հազարավոր երեխաները ինչ մեղք ունեն, որ զրկվում են հոգևոր դաստիարակությունից։ Հնա առավել լավ հնարավորությունից, այսպես ասեմ։ Լավ, ինչ գործիքակազմ ունի իշխանությունը իր արժև դրված այդ նպատակին հասնելու համար։ Վեհափառին ուղարկել հանգստի։ Աշխարհիկը ինչ գործիքակազմ ունի օծյալ հոգևորականի հետ այդ կերպ վարվելու։ Ոչ, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվում է ժողովի կողմից եւ որևէ հոգեվորականի պարագային եկեղեցին ունի ներքին կանոնակարգեր եւ որևէ հոգեվորականի հարց քննարկում է ներքին կանոնակարգի համաձայն։ Դա եւս մտնում է եկեղեցու ինքնակառավարման սկզբունքի մեջ, որը ճանաչում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ներքին քննարկումներ են լինում, ժողովներ են լինում, եպիսկոպոսատ ժողով ունենք, ազգային եկեղեցական ժողով ունենք, իրավասու մարմինները եւ նման հարցերը կարող են քննարկվել միայն իրավասու մարմինների կողմից։ Կարողացել է այս իշխանությունը հակաեկեղեցական արշավի համատեքստում եկեղեցու ներսում պառակտումը այն աստիճանի հասցնել, որ այդ ժողովների ժամանակ հոգուտ Փաշինյանի եւ նրա իշխանության որոշումներ կայացվեն։ Թե այդ կարծիքը, որ եկեղեցու ներսում Նիկոլ Փաշինյանը պառակտում է մտցրել, ինքը մի քիչ էլ միֆական է։ Գուցե հա 10 տիրադավ անցել է նրա շարքը, բայց այդ 10 տիրադավը չեն հո։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ երբ որ եպիսկոպոսատ ժողով գումարելու որոշում կայացվեց, խոչընդոտներ ստեղծվեցին, հա, քրեական գործ, այս դատավարական գործերը սկսվեցին 6 եպիսկոպոսների ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ եւ արգելվեց ուրեմն դուրս գալ ժողովին մասնակցել, բայց տեղի ունեցավ եպիսկոպոսական հավաք եւ հավաքի անդամները մեծամասնությունը եպիսկոպոսների իրենք իրենց դիրքորոշումը արտահայտեցին եւ հաստատեցին, որ այն ինչ որ տեղի է ունենում հակասում է եկեղեցու օրենքներին եւ նման հարցերը պետք է քննարկվեն միայն եկեղեցու ներքին կանոնակարգերով։ Լավ, այսպես հարցս ձևակերպեմ, եթե մի փոքր թվերի լեզվով փորձենք մեր հեռուստադիտողին բացատրել ինչ է կատարվում եկեղեցու ներսում, հոգեվորականների քանի տոկոսն է, որ պոտենցիալ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է եւ դեմ դուրս կգա ցանկացած պահի վեհափառի դեմ։ Լավ, ձևակերպումը ես այսպես կանեի, հոգեվորականների մի մասը մտածում է, կարծում է, որ եկեղեցու բարեկարգումը, հզորացումը այս ճանապարհով է ճիշտ, դա իրենց կարծիքն է, իրենք շատ քիչ են, չգիտեմ, տոկոսային հարաբերությամբ երևի 10%, կարող է մի քիչ սխալվեմ, բայց օրինակ, եթե նայենք այն հոգեվորականները, ովքեր որ կարծիք են արտահայտել այդ մասին, շատ քիչ են, դրանով կարող ենք եզրակացություն անել, որ մեծ մասը, գերակշիռ մեծամասնությունը քաջ գիտակցում է, որ ոչ միայն ամենայն հայոց կաթողիկոսի հարցն է, այլ առավելաբար եկեղեցու ներքին ինքնուրույնության հարցն է եւ եկեղեցին հզոր պահելու համար պետք է գործի այդ ինքնուրույնության համակարգը։ Եվ վերջում այս շաբաթ էլ Փաշինյանը Սուրբ Աննա եկեղեցի գնաց, պատարագի մասնակցեց, ի դեպ Փաշինյանի ներկայությամբ ամենայն հայոց կաթողիկոսի անունը չզեղչվեց։ Ինձ հետաքրքիր է վեհափառը այն հոգևորականների, որոնք զեղչում են իր անունը, այդ հոգևորականների հետ հանդիպում է, զրուցում է, պատճառները փորձում է հասկանալ, թե ոչ։ Ես ենթադրում եմ, որ փորձ եղել է
ամենայն դեպս ուրեմն փորձել է կապվել կամ հանդիպել, բայց որքանով որ տեղյակ եմ, եթե չեմ սխալվում, չի ստացվել հանդիպումը։ Ամեն դեպքում ուրեմն պատարագի գնալը ողջունելի է։ Բոլորս որպես քրիստոնյաներ պետք է գնանք պատարագի եւ մասնակցենք կանոնական պատարագի։ Յուրաքանչյուր քրիստոնյայի կարևորագույն ուրեմն առաքելություններից մեկը մկրտությունից հետո դա պատարագին մասնակցելն է։ Յուրաքանչյուր քրիստոնյա, եթե ուզում է իր մեղքերից մաքրվել, իր հոգին մաքրել, պետք է պատարագին մասնակցի, ապաշխարության ճանապարհ անցնի, որովհետեւ այսքան մենք մեր հանրության մեջ տեսնում ենք, չէ, ինչքան չարություն կա, ինչքան աններողամտություն կա, խոսքի մակարդակում, գործի մակարդակում, ամեն օր մարդը հարյուրավոր նույնիսկ կարող է մեղքեր գործել եւ եթե մարդը իր ներսը չի մաքրում, մնում է այդ մեղքերի մեջ։ Մաքրելու միակ ճանապարհը դա գիտակցելն է մեղքը, հասկանալն է, որ մենք մեղավոր ենք, գնալ պատարագին, խոստովանել ընդհանրական խոստովանության ժամանակ եւ ստանալ սուրբ հաղորդություն։ Նրանք, ովքեր որ պատարագին չեն մասնակցում եւ սուրբ հաղորդություն չեն ստանում, մնում են իրենց մեղքերի մեջ։ Ուղղակի այս հնարավորությունը օգտագործեցի մեր ժողովրդին ասելու, որ եթե մտածում եք, որ կարող եք 5 րոպեով մտնել եկեղեցի դուրս գալ եւ կոչվել քրիստոնյաներ, ապա սխալվում եք։ Եվ նաեւ մի այսպիսի հարց, տեսեք, ամենայն հայոց կաթողիկոսի դեմ արշավը Քպական իշխանությունը սաստկացրեց Շվեյցարիայում, երբ վեհապարը խոսեց Արցախի մասին։ Ինձ հետաքրքիր է Արցախի թեմի առաջնորդը Մայրաթոր գալիս է, վեհապարի հետ հանդիպում է, ինչու ինքը լուր է ամիսներ եւ տարիներ շարունակ։ Չեմ կարող ասել, տեղյակ չեմ հանդիպել են թե չէ, ամենայն դեպս չենք տեսել, որ հանդիպում լինի պաշտոնական, եւ չգիտեմ ինչու է լուր, պետք է իրեն հարցնել, չեմ կարող ասել։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Արմատ մեդիայի եթերում զրուցակիցս Տեր Հովսեփն էր, կհանդիպենք հաջորդ թիվ։